Շնորհակալություն հարգելի եթե ստացման խոսք ունեք, խնդրեմ կարճ և միանգամից ձայնը փոխանցենք մեր հարգարժան լրատվամիջոցների։ Շատ լավ։ Բարև ձեզ, բացման խոսք որպես այդպեսին չունեմ, բայց կուզենայի նաև նշել, որ շարժման հայտարարումից 6 ամիս հետո մենք տեսնում ենք ակտիվ աճող շարժում, որը դրական սպասելիքներ է բերել հայկական հասարակությունում, այն սպասելիքները, որ ինչ-որ ժամանակ մեր հասարակությունը արդեն չուներ։ Եվ դա կարծում եմ մեր ամենակարևոր ձեռքբերումն է, որ ակտիվացող հույս կա մեր հասարակության մեջ։ Խնդրում եմ, եթե հարցեր կան, տվեք։ Շնորհակալություն, խնդրեմ ներկայանալ և ձեր հարցը ուղղել Արփինե Ալխանյանի։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, հարցը ձեզ եմ ուղղում, Սամվել Կարապետյանի ուղերձում այսպիսի մի միտք կար, մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն։ Ես խնդրում եմ, որպեսզի մանրամասներ հայտնեք, թե այդ քաղաքական ուժի նախանվանումը, արդյոք այդ քաղաքական ուժը ստեղծվում է ընտրություններին մասնակցելու նպատակով, ինչ առաքելությամբ և նաև առաջնորդության հետ կապված առաջնորդը Սամվել Կարապետյանն է, ով է լինելու վարչապետի թեկնածուն, խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ, առաջնորդի հետ կապված ես կրկնում եմ մեր այն կարծիքը և այն հայտարարությունը, որ առաջնորդը կլինի ընդունելի և ընկալելի մեր հանրության համար, իսկ անունը մենք կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը։ Մյուս հարցերը, անունը, քաղաքական ուժի անունը և նաև քաղաքական թիմի վարչապետի թեկնածուի անունը մենք կհրապարակենք տարվա սկզբին քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ։ Բայց այդ ընտրությունների մասնակցություն ունենալու։ Միանշանակ։ Շնորհակալություն, Armenia Today, Աննա։ Առաջին հարցս վերաբերում է հետցին, հետցի լիցենզիան դադարեցնելուց հետո հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին բանակցություններ են սկսելու հետցի գույքի սեփականության իրավունքի փոխանցման մասով։ Հետաքրքիր է բանակցությունները սկսվել են թե ոչ, որպես հարցի շարունակություն հետցի լիցենզիան դադարեցնելուց հետո որևէ միջպետական կամ միջազգային գործընթաց սկսել եք այս մասով։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է ԶԼՄ-ների տարածված տեղեկությանը, ըստ փաստաթղթի, որը հասանելի է դարձել ԶԼՄ-ներին, ձեր վերաբերյալ ռազմական ոստիկանությունը հարցում էր ուղարկել բժշկական կենտրոններ։ Հետաքրքիր է դուք տեղյակ եք այդ փաստաթղթից եւ ինչ նպատակներ եք տեսնում, ինչու հենց այս փուլում որոշեցին ձեր առողջությամբ հետաքրքրվել։ Ես շնորհակալ եմ, որ իմ առողջությունը կարևորվում է այդքան, որ հետաքրքրվում են, ինձ ուրախ կլինեմ, որ իրենք էլ հետևեն և ավելի աչառ լուրջ լինեն, ինչ վերաբերվում է հետի հետ կապված հարցերին, կա միջազգային դատարանի որոշում, որ Հայաստանի պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ իր վերցրած պարտավորությունները առաջի անգամ երևի չի կատարվում։ Դրա պատասխանատվությունը իշխող որոշում կայացնողի վրա է, որի հետևանքները ժամանակի ընթացքում ցավոք Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինելու կրել։ Որևէ բանակցություն չենք պատկերացնում, քանի որ կա որոշում, որ այս պրոցեսները դադարեցվի միջազգային արբիտրաժի որոշում։ Իհարկե Աջափնյակի դատարանն էլ կարևոր ինստանցիա է, բայց միջազգային արբիտրաժի որոշումով արդեն այդ որոշումը կա և կարծում եմ պետք է պետությունը կատարի, որովհետև դրա հետևանքները կարող են խնդրահարույց լինել։ Շնորհակալություն։ Հայլակ Ֆարադյան, իրականունները։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, արդյոք Հայաստանի վարչապետը հաջորդ լինելու է Կարապետյան ազգանունով, քննարկվում է այդ հարցը ձեր կողմից, ասացիք դրական սպասելիքներ կա հանրության շրջանում,
ինչ է սա հուշում, արդյոք հաջորդ իշխանությունը դուք եք լինելու, թե հաշվի առնելով, որ քաղաքացիական պայմանագիրն ասում է, որ իրենք արդեն հաղթել են, բոլոր սոցիալական հարցումները իրենց դա են հուշում, լինելու եք ամենախոշոր ընդդիմադի ուժը, համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ տեսնում եք, թե ոչ, շնորհակալություն։ Շատ լավ։ Առաջինը, եթե իրենք արդեն հաղթել են, ինձ թվում է իրենք մտահոգվելու բան չունեն մեզանից եւ պետք է չանհանգստանան մեզանից եւ որևէ ձև չփորձեն խոչընդոտել շարժման համահայաստանյան սփռումը։ Եթե մտահոգություն չունեն, շատ ավելի լավ մեզ համար։ Իրենք մեր հանրությունը 23 թվականի իրադարձություններից հետո անկախ մեր կամքից վերջնականապես հանրության նշանակալի մասը արդեն դիրքավորվել է եւ այդ դիրքը իշխանական չէ եւ դրա հետևանքը կտեսնենք ընտրություններում, բայց եւս մեկ անգամ ուրախ կլինեմ, եթե իրանք համարեն, որ արդեն հաղթել են եւ որևէ բան չձեռնարկեն գիշեր-ցերեկ մեր մասին չփորձեն ինչ-որ process-ներ իրենց կարծիքով կանգնեցնել, որը ավելի է մոտիվացնում մեր թիմին։ Մյուս հարցը Կարապետյան ազգանվան հետ կապված հետաքրքիր հարցեր, բայց խնդրեի ձեզ եւս որոշ ժամանակ սպասել, կարծում եմ պատասխանը ձեզ շատ կգոհացնի։ Մի հատ էլ հարց ունենք։ Ինչպես նշեցի այսօրվա մեր հայտարարության ժամանակ, Հայաստանի նախագահները եւ Հայաստանի 4 առաջնորդները մինչեւ հիմա, եթե շարունակեն եւ հաջորդ կառավարումը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, որովհետեւ հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուս խավը, մյուս մասը չի ընդունում մյուսին, եւ մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնենք 4 մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից յուրաքանչյուրի պաշտոնը ստանձնելու դեպքում մեր երկրին պետք է նոր ղեկավար, ով չունի բեռ հասարակական հակակրանքի կարելի ասել։ Եվ մենք տեսնում ենք, որ դրան կարող են գալ եւ դա է միակ համերաշխության ճանապարհը։ Իհարկե, ամենայն հարգանքով բոլոր գործիչների հանդեպ ու մասին կխոսա պատմությունը։ Մենք գնահատական չենք ուզենա տանք, թող պատմությունը գնահատական տա, ով ինչ է արել եւ ով ինչ չի արել։ Սակայն երկիրը պետք է ունենա 5-րդ նոր առաջնորդ նոր ազգանվամբ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, որն է ձեր շարժման եւ մեր ձևով շարժման օրակարգը, դուք որպես ընդդիմադիր ուժ եք շարժում, ինչ օրակարգ եք թելադրում, որպեսզի եւ ընդդիմադիր դաշտը եւ իշխանությունը սպասարկի ձեր օրակարգը եւ ձեր օրակարգը քննարկի, այլ ոչ թե հակառակը, որտեղ դեռևս Նիկոլ Փաշինյանն է հաջողում օրակարգ թելադրել, օրինակ եկեղեցու դեմ արշավանքներով կամ տարբեր այլ ասպատակություններով, եւ ընդդիմությունը փախտացի կամ ցավոք սրտի սպասարկում է իշխանության օրակարգը, այդ ու խորհրդարանում։ Մեծ օրակարգը որն է լինելու, որով ստիպելու է, որ ձեզ սպասարկեն, այլ ոչ թե հակառակը, ու մեկ էլ այն հետաքրքիր ակցիաները ասեն կամ չգիտեմ, որ դուք իրականացնում եք օրինակ տաքսի վարել կամ չգիտեմ, այլ ինչ-որ տեսալովակներ եք ցուցադրում, այդ ամեն ինչի իդեան որտեղ է գտնվում, դուք եք ձեր գլխում եք այդ իդեաները տակում, թե թիմով ինչ-որ նյուզմեյքեր ունեք, որոնք ովքեր ձեզ խորհուրդ են տալիս, որտեղ իշխանության կողմից շատ է քննադատության եւ նաեւ ծաղի արժանանում։ Շատ լավ։ Առաջի հարցը կապված էր օրակարգի հետ։ Ճիշտ եք, եկեղեցու դեմ այս process-ները, հարձակումները դա իշխանության օրակարգն է եւ մենք ստիպված ենք արձագանքել այդ օրակարգին։ Բայց նաեւ սա փորձ է շեղել Հայաստանում տեղի ունեցող իրական խնդիրներից։ Ես ասեմ ձեզ մի քանի խնդիր Հայաստանում, որ կարող է հոդվածների համար գեղեցիկ չնչի, բայց մեր երկրի համար շատ կարևոր է դա։ Դա առաջինը
ինչպես այսօր մեր հայտարարության մեջ նշեցինք, համատարած աղքատությունն է մեր երկրում, որը ի տարբերություն Վրաստանի վերջի 7 տարվա ընթացքում համարյա չի փոխվել, իսկ Վրաստանում 2 անգամ ձեր երկրորդ քաղաքացիության երկրում երկու անգամ իջել է ծնողներ 2 անգամ իջել է Վրաստանում նույն կառավարման լավ կառավարման արդյունքում Հայաստանում չի իջել 7 տարի Պարտքը պետական կրկնապատկվել է աղքատությունը չի իջել Շիրակի մարզը Լոռվա մարզը Գեղարքունիքի մարզը երբ մենք գնում ենք մարզեր եւ տեսնում ենք ինչ է կատարվում այնտեղ հետո մի քիչ ծանրացած մարդկանց հաղորդում ենք ասում են նոր իմացակ որ այդքան վատ է նոր իմացանք որ այդքան վատ է որ այն աշխատանքը որ մեզ ցույց են տվել չկա այդ աշխատանքը նոր իմացանք Երևանում դեռ շարժ կա բայց օրինակ Սիսիանում որտեղ գնացել էինք այդ ուղղակի ես հիշում եմ գյուղի կանանցից մեկը որ երբ որ պատմեցին խնդիրները տեսան բոլորիս դեմքը սենց մռայլվում է ասեցին տղա ջան դու ոնց որ փոշմանելու ես որ ստեղ ես եկել որովհետև այդքան խնդրահարույց վիճակ էր ապրոստի հետ կապված Փաստորեն լուրջ աշխատանք չի տարվել աշխատանք տարվել է սպասարկող ենթակառուցվածքների վրա բայց չի տարվել մարդկանց կյանքը ֆինանսապես բարելավելու վրա մենք ասում ենք որ մարդկանց կյանքը սկզբից պետք է ֆինանսապես բարելավել հետո ապահովել այդ ենթակառուցվածքը օրակարգը դա է օրակարգը նա է որ երկրում անգամներով աճել է հատուկ տեսակի նյութերի օգտագործումը անգամներով որի արդյունքում անգամներով աճել են հատուկ տեսակի հանցագործությունները չեմ ուզենա շատ ծավալվեմ բայց 4-5 անգամ աճ կա 7 տարվա ընթացքում այո սինթետիկ լուրջ խնդիր կա որը նման է ինչ-որ ինդուստրիայի երրորդ խնդիրը դա Երևանում որակական փոփոխության բացակայությունն է մեր քաղաքում որակական առումով տարածաշրջանային քաղաքները լուրջ տարբերություն ունեն արդեն Թբիլիսին փոխվել է Թբիլիսին մի քանի քայլ առաջ է մեզանից մյուս քաղաքները չեմ էլ ուզում համեմատեմ մենք չէ բայց հնարավորություն ունենք ռուսական ուկրաինական պատերազմի արդյունքում հայկական բյուջեը եկած միլիարդավոր դոլարների ծախսը հայկական կառավարությունը արել է այնպես որ չկարողանա աղքատության ախտարում ապահովի ու որակական տարբերություն տա Երևան քաղաքին Որտեղ է ծախսվել այդ միլիարդները վրացիները 2 անգամ աղքատություն են նվազեցրել այդ փողերով մենք ինչ ենք արել ասում եք դուք այդ ցուցիչով եք հաշվել ինչ Իհարկե ստատիստիկան հենց մասնագիտություն է որ հնարավոր է մի քանի տարբերության մի քանի փոփոխականի տարբեր նշելու դեպքում հնարավոր է ինչ որ փոփոխություններ լինեն բայց ասեմ ավելին աղքատությունը մենք հաշվում ենք 64000 եկեք ձեզ ցուցիչը ասեմ դուք որոշեք 64000-ից քիչ ով ամսական գումար է ստանում 18 թվից մինչև հիմա աղքատությունը Հայաստանում 2.5% էլ չի իջել Պատկերացեք ինչքան է 64000-ից թանկացել երկրում կյանքը աղքատությունը փաստացի աճել է մեր երկրում ու դա կույր պետքա լինես որ գնաս գյուղեր չտեսնես էդի Օրակարգներ շատ կան երկրում դրա համար զարմանալի է թե ինչ օրակարգի վրա են իրանք աշխատում մենք ներկայացնում ենք եւ ամեն օր ներկայացնելու ենք դա ինչ վերաբերվում է տաքսի վարելու միտքը իմ ու Սարգիս Կարապետյանի զրույցի արդյունքում է եղել երբ մենք ուզում էինք պատկասներից մեկը տաքսում մեջ անեինք վարորդի հետ հետո ժամանակի ընթացքում փոխվեց եւ փորձեցինք մարդկանց հետ տետատետ շփվել ու վստահեցնում եմ որ իրական մարդիկ են մերում գնում մոտենում են հրավիրում են մարդիկ գալիս են ամեն երկրորդը համաձայնվում է շատ ցանկալի կլինի հետագայում կփորձեմ իշխանական հայացքների տեր մարդկանց համարել մասիվից հանեմ բան ոնց որ տանեմ Բանգլադեշ ընթացքում խոսենք մի հոգի հանդիպել է համոզել ենք որ նստի ինքը ուզում էր աղջիկը ոնց որ համաձայն չէր բայց որ նստեր շատ հետաքրքիր զրույց կլիներ որովհետև շատ լավ տպավորություն ստացանք առաջ չէ այդ ստիլի մարդ չէր մի քիչ ավելի շնորհակալություն Պարոն Կարապետյան, ես մի քանի հարց ունեմ, եթե հնարավոր է բոլոր հարցերը տամ։ Այո, պատասխանել։ Նախ
մենք գիտենք այս իշխանությունները ոնց են հաշտեհարդար տեսնում այլախոհների, ընդդիմախոսների նկատմամբ, մտավախություն չունեք, որ ձեր հետ կապված, ասենք ԱԱԾ-ից մի հատ տեղեկան հրապարակեն, որ դուք ասենք ռուսի ագենտ եք կամ չգիտեմ, ինչ-որ այլ ինչ-որ հանցագործություն կապեն ձեր հետ, թիմը ձեր ունի, պլան G, ինչ պիտի լինի այդ դեպքում, եթե ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ այդպես գործ կարելով գնան առաջ։ Հաջորդ հարցը, ինչ շատ հետաքրքրում է այս իշխանության ներկայացուցիչները այս ընթացքում կրկես եկել են, թե չէ, որովհետև նախկինում շատ անհանգստացած էին, թե երբ շենքը կառուցվելու, տպավորություն է, որ ինչ-որ տրյուկներ են ուզում սովորել, հետաքրքրում է այս ընթացքում եկել են, տեսել են, այցելել են, ինչ տպավորություն են ստացել։ Հաջորդը, խոսել եք դուք Մեդովկա գյուղի հետ կապված դպրոցի մասին, որ անարդյունավետ է, ծախսեր եք բանարել, հաշվարկել, ԿՊԱ-ականները դրա հետ կապված ձեզ արձագանքում են, ասում են, բա ի՞նչն է ձեզ խանգարել, որ դուք մի հատ գործարան սարքեք Մեդովկայում, ոնց որ չնայած սրան կարող էր հաջորդել այլ մեղադրանքներ, թե ինչն էր խանգարում աշխատավարձեր բարձրացնեիք, փոշակներ տայիք եւ այլն, բայց կխնդրեմ այս մասով ձեր արձագանքը։ Ու մեկ մեղադրանք, որը իշխանական ԶԼՄ-ներում եմ հանդիպում, հաճախ ուզում եմ դուք սրան պատասխանեք, ձեզ քննադատում են, ասում են, որ ընտրակաշարք եք դուք սկսել բաժանել, ընդ որում, որ հանկարծ չբռնվեք այդ մարդկանց ինչ-որ գրանցում եք ինչ-որ շինարարական ընկերություններում կամ այլ ընկերություններում, նույնպես սրա հետ կապված կուզենամ բարձրաբանել։ Հերթով անցնենք առաջի հարցից։ Առաջի հարցը իշխանական վերնախավի մեջ կան այսպես մեր կողմից կոչված, որ բոլորս մեր հասարակությունը կոչում է իրենց փոքրիկ խմբակի մեջ, կան Ռուսաստանում կրթություն ստացած շատ մարդիկ, տարիներով։ Կա Թուրքիայում կրթություն ստացած մարդ, որ ինձ ուղղակի հոգեվիճակը ես չեմ հասկանում, թե մարդ ինչ պայմաններում է որոշել գնալ Թուրքիայում կրթություն ստանա, երբ որ ես այսքան տարվա մեջ ինձ չեմ կարող ստիպել գնամ իմ նախնիների հողը, օրինակ Թուրքիա մուժ տեսնեմ իմ նախնիների հողը։ Չեմ կարող, 35 տարեկան եմ արդեն, ինչպես են իրեն կարողացել, ինչ սրտով գնալ այնտեղ կրթություն ստանալ, չգիտեմ։ Կարող է ինչ-որ ազգանվեր առաքելություն կատարելու համար, հնարավոր է, չեմ բացառում, հաշվի առնելով, թե ում որդին է այդ անձը։ Բայց ռուսական կրթություն ստացած, 4-5 տարի Ռուսաստանում ապրած, շատ մարդիկ կան այնտեղ։ Ինձ թվում է, գիտեք, որ մասնակի ունեմ նաև արևմտյան կրթություն, ինձ թվում է, որ եթե այդ ճանապարհով գնանք, շատ տեղերից շատ բաներ դուրս կգա, եւ նաև Հայաստանը ուղիղ ապրում է, որոշ քայլեր արվում են Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող Քլեչի հետ բանակցության արդյունքում թե բանակցությունը թե ցույցում է ժամանակը ցույց կտա, հաստատղթերը ցույց կտան։ Երբ մենք խոսում ենք գործակալներից, մենք ունենք մտավախություն, որ մեր երկրում կա գործակալներ։ Մի հարց տամ բոլորիդ։ Դեռ նկատել եք, որ մի քանի տարի ադրբեջանական գործակալ մեր երկրում չի բռնվում։ Չկա գործակալ ադրբեջանական Հայաստանում։ Բրծան։ Ինչպես միշտ Վահեն շատ կարևոր բան է։ Արդյոք հայկական ազգային անվտանգության ծառայությունը ադրբեջանական գործակալ վերջի 1-2 տարում բռնել է, թե չէ։ Ինչի մասին է խոսքը։ Մյուս հարցը, երրորդ հարցը կհիշեցնեք։ Այո։ Շատ լավ։ Ընտրական մոտիվացիաների հետ կապված ինձ թվում է հետ նոր ընդունվող մարդկանց բոլորին տարբեր հրապարակումներ կան, որ մոտիվացնում են, ասում են, արի բանը, այսքան կաշխատես մեր համար, ձայն կբերես, այդպիսի հրապարակումներ կան, ու դա Հայաստանում խոսում են այդ մասին, սարքել են Հայաստանի էներգետիկ կառույցը, ամենապատասխանատու սարքել են, կարելի ասել նախընտրական շտաբ, որը մտահոգիչ է, որը ցույց է տալիս մարդկանց պատրաստակամությունը Հայաստանում լուրջ խնդիրներ լուծելու։ Նրանք պատրաստակամ են լուրջ խնդիր լուծեն, թե պատրաստակամ են ուղղակի մի հատ էլ ընտրություն կրեն, մի 5 տարի բանակցեն, մի 2 բան էլ լուծեն։ Ինչ վերաբերում է Մեդովկա գյուղին։ Մեդովկա գյուղում
գյուղի տղամարդկանց այն փոքր մասը, որ աշխատանք ունի, այն փոքր մասը, որ աշխատանք ունի։ Իմ հիշելով 5-6 հոգի աշխատում է մեր կառուցած գործարանում, մալուխների գործարանում։ Սակայն դա բավարար չէ, որովհետև այդ գործարանում տարբեր գյուղերից են մարդիկ։ Այդ համայնքի համար, ինչպես նաև Հայաստանի բոլոր համայնքների համար պետք է զարգացման ծրագիր, պետք են արդյունաբերական հիմնարկներ, գործարաններ, ֆաբրիկաներ, որտեղ հնարավոր է туриզմ, 3-4 ռեգիոն կա, որտեղ լավ կարա զարգանա туриզմը։ Եվ գյուղատնտեսական ուղղություն Արարատյան դաշտի համար, մյուս տարբեր շրջանների համար, կան նաև այդպիսի շրջաններ հետաքրքիր։ Այսպիսի քաղաքականությամբ մենք կորցնում ենք գյուղեր ամեն տարի եւ դա չի բերելու մեզ մեր երկրին զարգացում, բայց իրենց հարցին պատասխան Մեդովկա գյուղի այն քիչ մարդիկ, որ աշխատում են, նրանցից մի քանիսը աշխատում են մեր կառուցած գործարանում։ Կրկեսի հետ կապված չենք նկատել, չենք էլ հետաքրքրվել, ճիշտ է որ ասեմ, մեր քանի որ ենթակառուցվածքները շատ են եւ նաեւ բիզնես ուղղությունները քիչ չեն, շատ հաճախորդներ կարող են լինել, մենք ուղղակի ուրախ կլինենք, որ մեր հայրենակիցները իրենց երեխաների հետ այցելեն, որևէ սահմանափակում կամ որևէ այլ բան չի կարող լինել, ուրախ կլինենք։ Մի հարց էլ հավել է դեր, չեմ կարող չհնչեցնել, ես հետևում էի ձեր ելույթին, այստեղ խոսեցիք նախկինների մասին, այստեղ էլ գործընկերներից մեկի հարցի պատասխանելիս հպանցիկ անդրադարձակ, բայց կխնդրեմ սպառիչ էլի այս հարցի պատասխանել, տեսեք դուք ասացիք, որ նախկին նախագահների վաստակը նշեցիք եւ ասացիք, որ նրանց ժամանակը անցել են նոր առաջնորդների ժամանակներ եկել, նման միտք նաև իր ասուլիսում հայտնել էր Արման Թաթոյանը, ասել էր, որ պետք է չառաջադրվեն ուղղակի նրան, որ արժանացավ այսպես բուն քննադատության, թե ոնց նախկիններին ուղարկում եք թոշակի եւ այլն։ Կխնդրեմ դուք այս մասին մի հատ հստակ բարձրաբանեք նախկինների հետ կապված ինչ եք առաջարկում եւ հնարավոր է արդյոք, որ այն ուժերը, որոնք ոչ նախկին են, ոչ ներկա նույն միասնության թեպերի հետ ինչ որ կոալիցիա կազմեն կամ միավորվեք նման ուժերով։ Շատ լավ։ Մենք իրավասություն չունենք որևէ մեկին ուղղորդել, թե նա ինչ պետք է անի, դա մեր իրավասություններից դուրս է, թե հիմա, թե հետո պոտենցիալ հաջողության պայմանում էլ։ Ուղղակի մենք հաշվի առնելով մարդկանց աշխարհայացքը եւ պրագմատիզմը պետք է բոլորով հասկանանք, որ մեր հասարակությունը բևեռացված է, որ չեն կարող նախկին 3 նախագահները եւ ներկա վարչապետը շարունակել կառավարել առանց հասարակական հակասությունների։ Կարող են, նրանցից մեկը կարող է փորձել շարունակել կառավարել, բայց կլինի հակասություն հասարակական, միասնություն չի լինի։ Իսկ դա լուծում չէ Հայաստանի համար եւ դա պետք է չլինի։ Մենք, եթե ուզում ենք, մարդկանց նշանակալի մասը ունի կարծիք, որ պետք է մարդ, ով ամեն դեպքում հասարակական միասնության խորհրդանիշ կլինի, գոնե այս սուր ժամանակաշրջանը, թե չէ հիմա բոլորը քննարկում են մեր հասարակության մեջ, թե ով էր մեղավոր, ում ժամանակ ընդունվեց եւ ով է հանձնել, ով չի հանձնել։ Պատմությունը կուսումնասիրի, փաստաթղթերը փառք Աստծո կան, կուսումնասիրեն եւ պատմությունը իր պատասխանը կտա, բայց հասարակությանը պետք է համերաշխություն եւ մոբիլիզացիա, որպեսզի մեր արժեվ ծառացած խնդիրներին մենք կարողանանք լուծում տանք։ Այն խնդիրներին, որ ամեն օր ավելի սաստկանում են, որովհետեւ ամեն օր ավելի ուշ ենք զբաղվում դրանցով։ Շնորհակալություն այսօրը։ Պարոն Կարապետյան, այս հարցը եւս արձագանք ստացել է, բայց ոչ ձեր կողմից։ Դուք մի քանի անգամ հերքել եք ձեր կապը նախկինների հետ, բայց իշխող ուժից գրեթե ամենօրյա պարբերականությամբ նշում են, ինչպես կարող է Նարեկ Կարապետյանը անկախ լինել, եթե նրա հայրը եղել է ՀԿ-ական, եթե նրա հայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եւ այլն։ Հիմա շնորհակալ եմ հարցի համար։ Կապը ինչպես եք բացատրում, որ դուք անկախ եք եւ կապ ունեք որևէ նախկին ուժի հետ։ Ինչպես եք կարծում, հայկական ամենամեծ կապիտալ ունեցող ընտանիքը մեկից կախված է, թե չէ։
մի քիչ անհամեստություն դրսևորեմ։ Կարող է մարդ լինել, որ ումից Հայաստանում Սամվել Կարապետյանը կարող է կախված լինել։ Մարդիկ, ով այդ պնդումը մարդ Հայաստանում կարող է լինել, ով այդ պնդումը անում է, չի պատկերացնում իրերի դասավորվածությունը հողի վրա։ Երկրորդ բանը, ինչ վերաբերվում է նախկին կառավարությունների հետ աշխատանքին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջի, երկրորդ, երրորդ։ Առաջի համարը ՀԱԿ անդամ էր, իմ հիշելով, երկրորդ համարը իմ հիշելով Հանրապետականի անդամ էր, երրորդ համարը իմ հիշելով Բարգավաճ Հայաստանի կողմնակից էր։ Իրենք նախկին են, իրենք ունեն ազդեցություն, օրինակ երկրորդ համարը ունի Հանրապետական կուսակցությունից այդ ազդեցություն։ Նժդեհականությունը իր վրա ազդում է, երբ ինքը Ադրբեջանից ծորեն է բերում։ Հարցրեք իրեն։ Կարող է հիմա էլ ֆիկտիվ։ Շնորհակալություն 168։ Պարոն Կարապետյան, 3 կարճ հարց հնչեցնեմ։ Օրերս ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը բացահայտում արեց, նշելով, որ Հայաստանի իշխանությունները դիմել են իրենց, որպեսզի աջակցություն ստանան։ Կայա Կալասը նշել է, որ 2026 թվականին Հայաստանում ընտրություններ են եւ այդ ընտրությունների